Բարի գալուստ մեր ալիք, ողջունում ենք ձեզ մեր ալիքում և առաջարկում բաժանորդագրվել, իսկ վերջում չմոռանաք անպայման մեկնաբանություններ բաժնում գրել արդյոք տեսանյութը ձեզ օգտակար եղավ, թե ոչ։ Նուռը համարվում է այն պտուղներից մեկը, որին ժողովուրդը հաճախ անվանում է կյանքի պտուղ։ Նրա մուգ կարմիր հատիկներն ու հյութը ոչ միայն աչքին հաճելի տեսք ունեն, այլև հարուստ են վիտամիններով, միկրոտարրերով ու հակաօքսիդանտներով, սակայն որքան էլ նուռն օգտակար լինի, այն բոլորի համար չէ։ Կան մի շարք հիվանդություններ ու վիճակներ, երբ նուռը կարող է վնասել օրգանիզմին, և բժիշկները խորհուրդ են տալիս կամ խուսափել, կամ օգտագործել չափավոր։ Այժմ ձեզ ենք ներկայացնում, թե որ դեպքերում է նուռը հակացուցված, ինչու է այն երբեմն վտանգավոր և ովքեր պետք է զգույշ լինեն դրա օգտագործման հարցում։ Նուռի օգտակար հատկությունները նախքան հակացուցումները նշելը։ Նուռը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, K, B խմբի վիտամիններ, կալիում, երկաթ, ֆոլաթթու, պոլիֆենոլներ և տանիններ։ Այս նյութերն ունեն հակաբորբոքային, հակաօքսիդանտ և իմունիտետն ամրացնող հատկություններ։ Շատերը նուռ են ուտում արյան շրջանառությունը բարելավելու, մաշկը երիտասարդացնելու կամ ճնշումը կարգավորելու համար։ Բայց հենց այդ նույն բաղադրիչները, հատկապես օրգանական թթուներն ու տանինները, որոշ մարդկանց մոտ կարող են առաջացնել խնդիրներ։ Իսկ ե՞րբ է նուռը հակացուցված և որոնք են վտանգավոր կողմերը։ Ովքեր ունեն ստամոքսի և աղիների խնդիրներ։ Նուռը թթվային պտուղ է, նրա հյութը պարունակում է կիտրոնաթթու, խնձորաթթու և այլ օրգանական թթուներ, որոնք բարձրացնում են ստամոքսահյութի թթվայնությունը, գրգռում են լորձաթաղանթը, կարող են առաջացնել այրոց, ցավ կամ փքվածություն։ Հակացուցված է, եթե մարդը տառապում է խրոնիկ գաստրիտով, հատկապես բարձր թթվայնությամբ, ստամոքսի կամ 12 մատնյա աղիքի խոցով, կոլիտով կամ այլ աղիքային բորբոքումներով։ Այս հիվանդությունների դեպքում նուռը կարող է խորացնել ցավերը, առաջացնել այրոց, սրտխառնոց և անգամ թեթև արյունահոսություն խոցերի դեպքում։ Հակացուցված է ցածր արյան ճնշում ունեցող մարդկանց։ Նուռը հաճախ օգտագործվում է արյան ճնշումը նվազեցնելու համար, քանի որ այն ընդլայնում է անոթները և կարգավորում արյան շրջանառությունը։ Սակայն եթե մարդն արդեն ունի ցածր ճնշում, նռան հյութը կարող է այն ավելի իջեցնել, առաջացնելով գլխապտույտ, թուլություն և իհարկե քնկոտություն։ Հիպոտոնիկ մարդիկ պետք է նուռն օգտագործեն փոքր քանակությամբ կամ ընդհանրապես խուսափեն նրանից։ Նուռի հյութը շատ թթվային է և երկարաժամկետ օգտագործման դեպքում կարող է քայքայել ատամների էմալը, դա հանգեցնում է ատամների զգայունության, ցավերի, ատամնաբուժական խնդիրների առաջացման։ Խորհուրդ է տրվում նուռն ուտելուց կամ նռան հյութը խմելուց հետո բերանն անպայման ողողել ջրով։ Մինչև 1 տարեկան երեխաների մարսողական համակարգը դեռ ձևավորված չէ, և նռան թթվային հյութը կարող է առաջացնել փորացավեր, փորլուծություն կամ հակառակը փորկապություն, ալերգիկ ռեակցիաներ։ Նույնիսկ ավելի մեծ երեխաների մոտ խորհուրդ է տրվում նռան հյութը ջրով բացել 1:1 հարաբերությամբ։ Թեև նուռը հազվադեպ է ալերգիա առաջացնում, այնուամենայնիվ որոշ մարդկանց մոտ կարող են դիտել հետևյալ նշանները՝ մաշկի կարմրություն և քոր, շուրթունքների կամ լեզվի այտուց, փորացավ կամ սրտխառնոց։ Եթե նախկինում որևէ մրգից ալերգիա եք ունեցել, ցանկալի է նուռը փորձել փոքր քանակությամբ և հետևել օրգանիզմի արձագանքին։ Շատերն իրենց ձեռքով են սեղմում նռան հյութը առանց կեղևը լավ լվանալու։ Նռան կեղևի վրա կարող են լինել մանրէներ կամ սնկային սպորներ, որոնք հյութի հետ կարող են ներթափանցել մարմին։ Դա կարող է առաջացնել սննդային թունավորում կամ աղիքային վարակ։ Նուռը կարող է փոխազդել որոշ դեղերի հետ, ուժեղացնելով կամ թուլացնելով դրանց ազդեցությունը։ Հատկապես պետք է զգուշանալ, եթե ընդունում եք ճնշում իջեցնող դեղեր, հակաբորբոքային կամ անտիբիոտիկ դեղեր, ստամոքսային թթվայնությունը կարգավորող միջոցներ։ Նուռը կարող է դանդաղեցնել այս դեղերի նյութափոխանակությունը լյարդում, փոխելով դրանց ազդեցությունը։ Եվ վերջապես, ովքեր պետք է խուսափեն նռից։
Մարդիկ, ովքեր ունեն բարձր թթվայնությամբ գաստրիտ կամ խոցային հիվանդություն, նրանք, ովքեր տառապում են ցածր արյան ճնշմամբ, մարդիկ, ովքեր ունեն ալերգիկ հակումներ կամ մաշկային զգայունություն, փոքր երեխաները մինչև 1-1.5 տարեկան, նրանք, ովքեր ունեն ատամների էմալի խնդիր կամ ատամնաբուժական խնդիրներ, հղիներ և կերակրող մայրեր, առանց բժշկի խորհրդի, քանի որ նուռը կարող է առաջացնել ալերգիա կամ մարսողական խանգարումներ։ Իսկ այժմ հետաքրքիր փաստեր նռան մասին։ Նուռը շատ ժողովուրդների մոտ համարվում է պտղաբերության, սիրո և կյանքի խորհրդանիշ։ Հայկական ավանդույթներում նորահարսին հաճախ նվիրում էին նուռ որպես երջանկության և առատության նշան։ Հին հայկական բժշկության մեջ նռան կեղևն օգտագործվել է որպես հակամանրեային միջոց և արյունահոսությունը կանգնեցնող միջոց, սակայն դրա չարաշահումը կարող էր թունավոր ազդեցություն ունենալ, քանի որ կեղևը պարունակում է ալկալոիդներ։ Նուռը հրաշալի պտուղ է, եթե այն օգտագործվի ճիշտ և չափավոր, բայց հիշենք, ցանկացած բնական միջոց կարող է դառնալ վնասակար, եթե անտեսենք մարմնի առանձնահատկությունները։ Եթե ունեք մարսողական ճնշման կամ ալերգիկ խնդիրներ, խորհրդակցեք բժշկի հետ նախքան նուռը ներառելը ձեր սննդակարգում։ Իսկ հիմա ավելի հետաքրքիր պատմություն։ Իսկ դուք գիտեք, որ երգիչներին կարող է այն խանգարել երգելու ընթացքում, քանի որ նռան հյութի բարձր թթվայնությունը կարող է երբեմն խանգարել ձայնալարերի բնական խոնավությանը։ Երգիչների և բանախոսների դեպքում նռան հյութը, հատկապես չբացված վիճակում, կարող է չորացնել կոկորդը և ձայնը դարձնել կոշտ։ Եթե նրանք ցանկանում են օգտագործել նուռ, ապա միայն ջրով բացված վիճակում և հետո պետք է խմել մի քիչ գոլ ջուր կամ մեղրաջուր թթվայնությունը մեղմելու համար։ Նուռը հիանալի պտուղ է, բայց ոչ բոլոր մասնագետների համար։ Եթե քո աշխատանքը պահանջում է բարձր ուշադրություն, կենտրոնացում կամ ունի ֆիզիկական ծանրաբեռնվածություն, ապա նուռը պետք է օգտագործել չափավոր, հաշվի առնելով օրգանիզմի առանձնահատկությունները, և հիշեք, որ մեր տեսանյութերը կրում են բացառապես տեղեկատվական բնույթ և որևէ բժշկական ցուցում չեն պարունակում։ Եթե ունեք որևէ առողջական խնդիր, ապա անհապաղ դիմեք բժշկի կամ մասնագետի օգնությանը, քանի որ ինքնաբուժությունը կարող է վնասել ձեր իսկ առողջությանը։ Իսկ դե վերջում չմոռանաք, եթե տեսանյութը օգտակար եղավ կամ ձեզ հաճելի էր, անպայման գրեք մեկնաբանություններ բաժնում։ Գրեք նաև, թե որ հիվանդության կամ որ մրգի հատապտղի մասին կցանկանայիք ավելի շատ ինֆորմացիա ունենալ։